բոլորս գտնվում ենք Մուրադիկ աշխարհի ամենագեղեցիկ, ամենասիրուն արվեստի կենտրոնում, որ Քոչարի մթնոլորտն այստեղ Քոչարների հոգիներն են այստեղ սավառնում։ Ես որպես գինեգործ որ մտնում այստեղ իմ համար մի բան պակաս էր ու այսօր մենք ուզում ենք այդ պակասը լրացնել։ Գինի ենք սարքելու ենք Հիսուսի արյունը։ Անապակ կարմիր գինի, խաղողը մեր հայկական խաղողն է, հաղթանակ տեսակն է, խաղողի մաշկը, տեսնում եք, սև է, այս անուշ գույնից մենք ստանալու ենք անուշ գինի, աշխատելու ենք ձեռքերով, ժողովուրդ ջան, քանի որ ձեր բոլորի ձեռքի ափից, այս մոլորակից հզոր էներգիա ենք ստանում ոտքերով, իսկ ձեր ձեռքերի ափերի միջոցով այդ հզոր էներգիան բարձրանում է դեպի տիեզերք։ Այդ բոլորս երևի զգացել ենք ու գիտենք։ Այն որ մի տեղը ցավում է, ձեռը դնում ես անցնում է։ Այդ իզուր չի տենց։ Ձեր ձեռքերի ափերից հզոր էներգիա է դուրս գալի։ Այդ բոլոր էներգիան այսօր ես խնդրում եմ տակ իմ գինուն։ Այսօր ամբողջ հայ ժողովուրդը աշխարհի բոլոր անկյուններում նշում է թարգմանչած տոնը, որ հասկանանք այս տոնի խորությունը ամենահին տոներից մեկն է նվիրված սուրբ թարգմանիչներին։ Ժողովուրդ մենք գտնվում ենք Մուրադիկ կենտրոնում, որ ինքը համե մուրազիկ է, մուրազիկ բառն է, մուրազատուր, այդ տենց է, այդ անունը Մուրադ, նաև մուրազ, նպատակ տվող կենտրոն է, այս այն կենտրոնը, որը նպատակ է տալիս, հա, ըստ ծիսական մտածելակերպի։ Եվ թարգմանչած տոնը կապվում է սուրբ թարգմանիչների գրիչ ծաղկիչների հետ։ Բոլոր նկարիչները, բոլոր մտավորականները ծաղկացնողներ են։ Նկարիչը ինքը ծաղկացնում է այս աշխարհը, թարգմանում է գույնի լեզվով, թարգմանում է խորհրդանիշի տեսքով, իմաստներ է տալիս։ Ու մենք փորձում ենք կատարենք այս սրբազան աշխարհի ամենահին ու սրբազան ծեսերից մեկը գինու պատրաստումը։ Ոնց որ ասում են հացն ու գինին տեր կենթանին։ Ու կա ասենց մի երգ ծես ժամհարի մասին, ճիշտ է մենք ասում ենք իմ յարը, բայց ես գտել եմ ժամհար, այս ժամը եկավ, խաղողի ժամն եկավ։ Մինչև երգելս կամ երգելուց հետո ես կանգնած եմ մի ֆանտաստիկ մարդու կողքին, ով ինքն է չգիտի, բայց իմ ուսուցիչն է, համարյա պաշտամունքը, Արտուր Շահնազարյանը։ Փորձենք սկսենք այդ երգով, այդ ժամհարի, որտեղ ժամն եկավ, հա։ Ժամհարնի չավի հերգինի հերգին, ոսկե դանակնի ձերքին, քաղեց խարջի խաղողը իր հերգին, ճմրեց ոսկի խաղողը իր ձերքին, խաղող, քեզ մաճարին կտամ, մաճար, քեզ գինուն կտամ, գինի, քեզ հարսանքին կտամ, հարսնիկ, քեզ նորածին, զորավոր, թագավորին կտամ, չարը կրակին կտամ, բարին աշխարհքին կտամ, աբրեշոր մանել կտամ։ Հացն ու գինին տեր կենթանին։ Այս գինին հարսանիքներ զարդարի, նոր ծնվող երեխաների կենաց խմենք անընդհատ։ Ծլենք, ծաղկենք, տալով պտուղ արժանի, էլի հացն ու գինին տեր կենթանին։ Դե ես այսօր բերել եմ երկու երգ, մեկը դա էր, որ Հասմիկը երգեց, մյուսը խաղող խաղելու երգն է, մեր խաղողակաղի երգն է։ Խաղենք խաղողը, լցնենք կողովը, ճուճուտ, խաղենք սևը, փառենք արևը, շուտ, բեր խաղենք խարջին, ծախենք տանք խարջը, ճուճուտ, այս խաղող խաղելու երգն է, հերթով խաղողի անունները տալիս է, օրինակ, բեր խաղենք սևը, փռենք արևը, բեր խաղենք խարջին, ծախենք տանք խարջը, խաղենք ռզգին, աղեք կտանգին, խաղենք լալվարին, այս տարվա բարին, խաղենք քիշմիշին, տանք մեր անուշին, խաղենք սաթենին, տանք սաթենիկին, խաղենք նազելին, տեսեք ինչքան անուն ունենք խաղողի,
չմնակալին, քաղանք արենին, շուտ գցենք գինին, լցնենք կարասը, որ շուտ խաղասը, լցնենք տճերը, որ շուտ ճկճկա, շուտ գցենք բաճար, խմենք անպաճար, փռենք բոլ չամիջ ուտենք քիչումիջ, որ դոշա պեփենք, ձբերը շփենք, անենք բոլ կախան, պրծնի մեր յախան։ Ու այդ ամեն ինչը ճուճուտ Այս նոտաները թողում եմ ձեր մոտ եւ բանի խաղող ճմռելու երգի Կարո Չալիկյանն է գրառել խաղող ճմռելու երգը Հասմիկը որ երգեց իմ յարնի ճավիեգին Կարո Չալիկյանն է գրա ինքը հիմա հիվանդ է ինսուլտով պարկած բայց հիշենք իրանել այս հրաշք երգը փրկելու համար որովհետեւ սա հայոց մեջ միակ երգն է խաղող ճմռելու նոտաները հանձնում եմ Ռուբեն Քոչարին իպա որ միշտ լինի ձեր մշակույթի կենտրոնում ահա հիմա մասնակցենք ճմռելուն հիմա ճմռենք ահա ու օրհնենք այս տան թակվորին հենց պարոն Ռուբենին եւ թագուհուն Տիկին Նարինեին օրհնեց թակվոր յուր թագուհին օրհնեց թակվոր յուր թագուհին օրհնվի ձեր հացն ու գինին այսօր արդեն օրհնվեց որ ձեր պտուղը հաց էր թխել արդեն սա օրհնություն է Լիլիմանուի թխած հացը կերանք ու գինին Գինու անունը լինելու է Մուրադիկ հրաշք ասեք ինչի բացի նրանից որ այս մեր կենտրոնն է Մուրադիկն է Մուրադիկը ում անունով հիմնել ենք այս կենտրոնը ինքը գինու մեծ սիրահար էր ու գիտակ ինքը գինին խմում էր այդ յուրահատուկ ծեսերով Մշտունի ջան դու նոր որ ասում էի հատուկ գործիքներ ուներ գինին բացում էր միջև օթառներ նոր էր մի խոսքով գինու սիրահար ու գիտակ էր բացի դրանից ահավոր լուսավոր բարի դրական մարդ էր ու վստահ եմ որ այդ անունը Նաև այդ էներգետիկան այս գինին ունենա ինչքան սուրբ ունենք ասում ենք այնքը մուրազը տա մուրադիկ լինի մուրադիկ հա սուրբ կարապետ Մենք ունենք շատ լավ խաղողագործ գիտնական լուսահոգի Գագիկ Մելյանը, որ մեծ աշխատանք էր կատարում Հայաստանում խաղողագործության համար։ Այսինքն կորած սորտերի փնտրտուք, հայկական էնդեմիկ կորած սորտերի փնտրտուք։ Ըստ մեր Գագիկ Մելյանի գոյություն ունի Հայաստանում մոտ 850 անվանական տեսակ խաղող։ 850 տեսակ, որից մոտարապես կեսը 400-ը համարվում է կորած սորտ։ Ու ինչն է այստեղ հետաքրքիր, որ եթե այդ սորտերը կորած մենք չենք գտնում ու չենք անձնագրավորում եւ չենք հայտարարում իլուր ամբողջ աշխարհը որ սա էնդեմիկ հայկական էսինչ տեսակի խաղողն է, դա անում են մեր հարևան պետությունները ու անմիջապես դա ձևակերպվում է որպես իրանց երկրի էնդեմիկ տեսակի խաղող։ Ու դա եւս փոքր պարտություն է, մի հատ ընդամենը ճյուղի մասին է խոսքը գնում, բայց պատմական մի մեծ էջի պարտություն է, որ դա ձերը չի, դա մերն է։ Ու Գագիկ Մելյանը տենց ամբողջ Հայաստանով ընկած սարով ձորով իր խմբով ման էին գալիս ու գյուղերով էլ հանդերձ ու ուսումնասիրում էին բոլոր տեսակի խաղողները ու ունենք շատ լավ կենսաբան Կրիստինե Մարկարյանը, որ իր միջոցով էլ խաղողների գենետիկ անալիզներ արվում Գերմանիայում, որ բացահայտվում էր այդ խաղողների նախապապը, հա, սենց ասեմ։ Ու այդ ձևով մենք կարողանում ենք հաղթել քայլ առ քայլ։ Այսօր ճիշտ ասած այդ բանը էլ չկա, հա, մեր լուսահոգի Գագիկը էլ չկա ու շատ դժվարացել է խաղողների փնտրման ու այդ բանի աշխատանքը։ Բայց ինչևից է մենք էլի ունենք խաղողագործություն, որ Հայաստանից է սկսվել այդ ամեն ինչը, ունենք գինեգործություն, որ Հայաստանից է սկսվել այդ ամեն ինչը, այդ այսով ասելով միայն չի, դա պատմությունն է ասում, հա, եւ ապացուցում։ Հարգելի Հասմիկ, խոսքը ձերն է։ Ես մտածում եմ հայոց բանակի մասին, որ ասում եք պարտություն ու հաղթանակ, մենք հիմա հաղթանակ ենք ճզմում, ու ընդհանրապես ինչ բանա հայոց բանակը, ես շատ եմ խորում էլի, ու ո՞րն է մեր հաղթանակը։ Ու հիմա հայոց բանակը այդ բանականության մասին է ժողովուրդ։ Ու եթե բանականությունը հաղթում է, մենք կհաղթենք։ Մեր մոտ բանականությունը պարտվում է, մեր սաղ պարտությունները տեղից են գալի։ Մեզ բանականության բանակա պետք։
այդ բանականության բանակ ու ես իրականում տառապում եմ 2025 թվին, որ մեր բանականությունը դժվարությամբ է միավորվում։ Էլի եմ ուզում արժանավորեմ այս աշխատանքը, որ արվում է այս կենտրոնում, որ միավորի հայոց բանակը, որովհետև բանականությունից ամենից սկսում։ Մեր հաղթանակների հիմա հələ վախտը չի իհարկե կենաց խմելու, մի ամիս հետո կխմենք։ Հələ սկիզբն է, ուղղակի սերմանենք։ Մաճառն ինձ շուտ հարբացնի։ Ահա, ճիշտ է։ Տորնի մեր բնած գործը։ Մեր խաղողի ամբողջ գունային պիգմենտները եւ համահոտային բոլոր բաղադրիչները գտնվում են ուղակի մաշկի տակ։ Այս մաշկը մեծ ազդեցություն ունի գինի պատրաստելու համար։ Շատերը օրինակ ուզում են կարմիր գինի պատրաստեն, կարմիր խաղողը վերցնում, ճզմում են, միանգամից մաշկը առանձնացնում են, սպիտակ հյութը վերցնում են, ասում են մեր մոտ չի լինում կարմիր գինի, որովհետև սխալ եք անում։ Այս մաշկի ամբողջ տակը գտնվում է գունային հզոր պիգմենտներ, այ Աստված առաջ երբ որ գինի պատրաստ եղավ, դուք կգաք գինին համտեսելու, կտեսնեք ինչ գույն ունի մուգ։ Գրեթե որդան կարմիրի նման ինքը չմաքրվող չանցնող գույն։ Եվ շատ հզոր համեր ունի։ Հիմա դրա համար մենք գինին պատրաստում ենք, չանչերը առանձնացնում ենք ինչի համար։ Քանի որ այդ չանչերը փայտանյութ է, փայտի մեջ կա շատ դաբաղանյութ է, խեժեր, օրգանիզմի համար ոչ ընդունելի նյութ է, սենց ասեմ։ Դրա համար պետք է որ այս չանչը որպես փայտանյութ չմասնակցի մեր գինի պատրաստման։ Հիմա մենք բոլորս նաև այս պահին պետք է որ համտես անենք մեր հյութը։ Ի սկզբանե հյութն ենք համտես անում, որ հասկանանք ինչքանով հետո մենք կարանք որակյալ գինի ունենանք։ Հետո նոր մնացած գործողությունները։ Հիմա հերթով այս հյութից համ կանենք։ Գինին ինքը ոչ մի տիպի միկրոբներ, վարակներ, վիրուսներ ինքը չի տարածում եւ հետո այդ մեկ բաժակը ամբողջ իմաստն է, որ մերձեցնում է, բարեկամացնում է այդ 20 Հիմա մի րոպե մենք հիմա ծես ենք անում խաղողով եւ օրհնում ենք Դավիթին։ Դավիթ դու հզոր հյութով որ օրհնել է Աստված այս հյութը, գիտեք չէ որ սա միակ պտուղն է որ Աստված օրհնել է, խաղողով ասում է հյութ սարքի, հյութից էլ գինի եւ վայելի երկրային հաճույքը։ Սա միակ միրգն է որ Աստված օրհնել է։ Եվ դու այսօր քաղցր հյութով օրհնվեցիր, Աստված օրհնի մեր բնած գործը։